խոսելու ենք հավատարմության մասին։ Գիտեք, առաջին հատվածը ուզում եմ միանգամից առաջին Կորինթացիս 4 գլխից 4-ի առաջին երկու խոսքերը, թող ամեն մարդ մեզ Քրիստոսի սպասավորներ եւ Աստծո խորհուրդների տնտեսներ համարի եւ տնտեսներից մեկ բան է պահանջվում, որ տնտեսը հավատարիմ լինի։ Գիտեք, ինչու եմ ասում, խոսում եմ ծառայողների հետ, որովհետև ես չեմ պատկերացնում, որ մարդը հասկանա ու գիտակցի Քրիստոսի սերը, զոհը, այդ մեծ խորը փրկագինը, որ վճարել է նա մեզ փրկելու համար, եւ իր արձագանքը չլինի Քրիստոսին ծառայելը։ Ես չեմ պատկերացնում։ Ես գիտեմ, որ շատ մարդիկ կան, որ մտածում են, մենք ինչ ծառայենք, ծառայողներ կան, թող գնան ծառայեն, բայց ես կարծում եմ, որ Տերը ակնկալում է, որ իր զոհը ընդունող, իր ներումը ընդունող, իր փրկագինը ընդունող եւ Քրիստոսով փրկված յուրաքանչյուր մարդ արձագանքի ու ասի, հիշում եք, Գործք առաքելություն մի հատված կա, երբ որ Պենտեկոստեի օրը մարդիկ ապաշխարեցին, եկան ու հարց տվեցին, հիմա ինչ անենք։ Հիմա ինչ անենք։ Եվ Տերը ասում է, դարձեք իմ աշակերտը, դարձեք մշակներ, դարձեք տնտեսներ եւ շարունակեք իմ գործը, որ ես սկսել եմ այս երկրի վրա։ Գաղատացիս 4 գլուխ առաջին 7 խոսքեր։ Այս եմ ասում, քանի դեռ ժառանգը երեխա է, ծառայից ոչնչով չի տարբերվում, թեև ամեն բանի տեր է։ Բայց վերակացուների եւ տնտեսների ձեռքի տակ է մինչեւ հոր սահմանած ժամանակը։ Այդպես էլ մենք, քանի դեռ երեխաներ ենք, բնության տարերային ուժերի ծառայության տակ ենք։ Իմաստը այս հատվածի նա է, որ մենք ոչ միայն ծառաներ ենք, այլ նաև զավակներ։ Մենք ոչ միայն զավակներ ենք, այլ նաև ժառանգներ։ Եվ շարունակության մեջ ասում է, բայց երբ ժամանակի լրումը հասավ, Աստված իր որդուն ուղարկեց, որը կնոջից ծնվեց, օրենքի ներքո եղավ, որպեսզի օրենքի տակ եղողներին փրկագնի, որպեսզի որդեգրություն ընդունենք։ Մենք ծառաներ ենք։ Պատկերացրեք, մեկի հայրը մեծ բիզնես ունի, շատ աշխատողներ, բայց իր զավակին վստահում է այնտեղ աշխատի։ Եվ այս ամենը ասում եմ, որ հասկանանք, մենք ինչպիսի մոտեցում պիտի ունենանք եկեղեցուն ծառայելուն։ Մենք մեր հոր գործի մեջ ենք։ Մենք ծառայում ենք, բայց մենք զավակներ ենք։ Այս գործարանը, եթե մեկը իր հոր գործարանում է աշխատում, այդ գործարանը իր գործարանն է։ Այդ գործարանի եկամուտը իր եկամուտն է։ Այդ գործարանի կորուստը իր կորուստն է։ Մենք գործարանում չենք, մենք Տիրոջ գործի մեջ ենք։ Այստեղ հոգիների փրկությունն է։ Եվ դրա համար Աստվածաշունչը մեզ սովորեցնում է Աստծուն ծառայողի կյանքում ինչ պակասություն լինի, տաղանդները չեն հերիքում, գիտելիքը չի հերիքում, իմաստությունը չի հերիքում, ամեն ինչ Աստված կարա տա, բացի մեկ բանից՝ հավատարմություն։ Տնտեսից մեկ բան է պահանջվում՝ հավատարմություն։ Եվ որպեսզի հասկանանք հավատարմությունը, մենք Ես արագ չեմ խոսում, չէ՞ թարգմանության համար։ Եթե արագ եմ խոսում, կարամ մի քիչ դանդաղ խոսամ։ Որտեվ հիշեցի, որ ես էլ եմ թարգմանիչ, ասում եմ, ով ինչ ցանում է, նա հնձում է։ Այնպես անենք թարգմանության համար շատ հանդարտ լինի։ Որպեսզի մենք հասկանանք հավատարմությունը եւ որպեսզի հասկանանք ինչ է նշանակում տնտես, պիտի հասկանանք ինչ է մեզ վստահված։ Որտեւ տնտեսը սեփականատերը չի։ Տնտեսը անգլերեն բառ կա manager։ Ինքը owner չի, ինքը manager է, ինքը իրան չի պատկանում, ինքը դրված է, որ դա կառավարի։ Եվ որպեսզի հասկանանք հավատարմությունը, պիտի հասկանանք ինչ է մեզ վստահված։
Որպեսզի հասկանանք հավատարմությունը, պիտի հասկանանք ուխտը։ Մենք ինչ ուխտի մեջ ենք մտել Աստծու հետ։ Հիշում եք ինչ եք խոստացել Աստծուն։ Այստեղ ջրով մկրտված մարդիկ թող ձեռք բարձրացնեն, ով է ջրով մկրտված։ Ոնց տեսնում եմ մեծամասնությունը։ Դուք հիշում եք ինչ եք խոստացել։ Դուք ուխտի մեջ եք մտել։ Ես գիտեմ ես ինչ եմ խոստացել, ես խոստացել եմ, որ անկախ իմ կյանքի հանգամանքներից, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի իմ կյանքը, ես խոստացել եմ մինչև իմ վերջին շունչը հավատարմորեն ծառայեմ Աստծուն։ Սա իմ ուխտն է եղել, ես ընդունում եմ քո զոհը, որ դու արել ես ինձ համար, ես հավատում եմ քեզ, հավատում եմ, որ դու մահացար իմ մեղքերի համար, իմ պատիժը կրեցիր, գերեզման դրվեցիր, բայց հավատում եմ նաև, որ երրորդ օրը հարություն առար և հիմա կենդանի ես ու լսում ես ինձ, և ես խոստանում եմ քեզ, լինել քո աշակերտը և հավատարմորեն ծառայել քեզ, իմ կյանքի բոլոր օրերին մինչև իմ վերջին շունչը, սա եղել է իմ ուխտը, որպեսզի մենք հասկանանք հավատարմությունը, պիտի հասկանանք ինչ ա մեզ վստահված, ինչ ենք խոստացել, պիտի հասկանանք որն է հանձնարարությունը։ Աստված հանձնարարություն է տվել, մենք խոսենք հանձնարարության մասին, բայց եթե դու չգիտես հանձնարարությունը որն է, քեզ դնում են միտեղ աշխատելու ու գնում են ու քեզ չեն ասում ինչ պիտի անես։ Հետո գալիս են ասում են լավ չես արել գործը, բայց ես չգիտեմ։ Իսկ մենք գիտենք որն է հանձնարարությունը։ Նաև պիտի հասկանանք ինչպիսի կյանք և գործեր է Աստված մեզնից ակնկալում։ Այսօրվա ամբողջ այս սեմինարը կառուցված է հավատարմության սխալ օրինակների վրա, այսինքն մենք սովորելու ենք սխալներից, որի մասին Աստվածաշունչը ասում է։ Դրա համար առաջարկում եմ ընթերցել Հուդա Առաքյալի թղթի 3-4 խոսքերը, գիտեք 1 գլուխ է, 3-4 խոսքերը և 11-ից 13 խոսքերը։ Սիրելիներ, ամեն ջանք թափեցի, որ ձեզ մեր ընդհանուր փրկության մասին գրեմ։ Հարկ եղավ, որ գրեմ ձեզ ու խնդրեմ, որ պայքարեք մեկընդմիշտ սրբերին ավանդված հավատի համար։ Որովհետև սողոսկեցին ձեր մեջ ոմանք, որոնք վաղուց սահմանված էին սույն դատաստանի համար, ամբարիշտներ, որոնք մեր Աստծու շնորհքն անառակության վերածեցին և ուրանում են այն միակ իշխանին և մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին։ Գիտեք ինչ է ասում։ Ասում է գրում եմ ձեր փրկության համար և ուշադիր եղեք, որովհետև ձեր մեջ սողոսկել են, սողոսկելը օձնա չէ սողոսկում, սողոսկել են ոմանք և ասում է եկեղեցու մարդկանց մասին, որոնք սխալ օրինակներ են, որոնք Քրիստոսին հակառակ են ապրում։ Շարունակության մեջ 11-ից 13 խոսքերում գրված է. վայ նրանց, որ Կայենի ճանապարհով են ընթանում, սա մեր պատգամի կառուցվածքն է, որն է Կայենի ճանապարհը, ու Բաղամի մոլորության վարձին են նվիրվում, սա երկրորդ մասն է, և երրորդը կորխի պես հակառակվելով կործանվում են։ Սրանք կեղտոտ բծեր են, որոնք ձեր սիրո ճաշին մասնակցելով, սիրո խնջույքին, նկատի ունի հավաքույթը, պաշտամունքը, և այդ մարդիկ մասնակցում են եկեղեցու գործերին, և ասում է միասին աներկյուղ ուտել խմելիս իրենց անձերն են կիրացնում։ Անջուր ամպեր են քամիներից քշված, աշնան պտղակորույս ծառեր, կրկնակի մեռած, արմատախիլ եղած, ծովի կատաղի ալիքներ, որ իրենց ամոթն են փրփրեցնելով թափում մոլոր աստղեր, որոնց համար պահված է հավիտենական խավարի վիհը։ Ինչքան խիստ խոսքեր։ Եվ մենք այս 3 օրինակների վրա պիտի սովորենք, իսկ ինչպիսի անհավատարմություններ կան եկեղեցում, որոնցից մենք զգուշանանք, որովհետև շատ խիստ խոսքեր է գրված, տեսեք սրանից խիստ խոսքեր Աստվածաշնչում շատ քիչ կհանդիպեք։ Եվ սա զգուշացում է յուրաքանչյուրիս, որ այս սխալ օրինակների վրա մենք
հավատարմություն սովորենք։ Եվ այսօրվա ամբողջ դասը կառուցված է այս 3 օրինակների վրա՝ Կայենի, Բաղաամի եւ Կորխի։ Հույս ունեմ, որ 5 տակարանից ծանոթ եք այս 3 օրինակներին, եթե ծանոթ չեք, կընթերցենք, կծանոթանանք, ես կպատմեմ իրենց մասին, բայց համոզված եմ, որ ծանոթ եք շատերդ։ Եբրայեցիս 13:7 ընթերցենք եւ անցնենք նախաբանից արդեն անցնենք հիմնական մասին։ Եբրայեցիս 13:7-ում գրված է. «Հիշեք ձեր առաջնորդներին, որոնք Աստծո խոսքը խոսեցին ձեզ, նայեք նրանց կյանքի վախճանին եւ հետևեք նրանց հավատքի օրինակին»։ Մենք պիտի նայենք լավ օրինակներին եւ այնպես չի, որ եթե ինչ որ մարդիկ սողոսկել են եկեղեցի, որոնք վատ օրինակ են, դրանց կողքին չկան լավ օրինակները եւ միշտ կա լավ օրինակը։ Կա Կայենի օրինակով գնացող, կա ճիշտ հակառակը։ Կայենը եղբայրասպան էր, բայց կա նաև Աստվածաշնչում գրված է եղբայրասիրության մասին, եւ սա մեծագույն թեմաներից մեկն է։ Եվ Տեր Հիսուսը ասաց. «Սրանով կերևա, որ դուք իմ աշակերտներն եք, եթե իրար հանդեպ սեր ունենաք»։ Առաջին կետը խոսենք Կայենի ճանապարհի մասին։ Վերնագրել եմ այսպես. զգուշանանք Կայենի ճանապարհից։ Առաջին բանը, որ Կայենի կերպարի մեջ, դե Կայենի եւ Աբելի պատմությունը կարծում եմ բոլորդ գիտեք, զոհ մատուցեցին, այսպես ասեմ, չկարդանք Աստվածաշնչից ժամանակ խնայելու համար, բայց բոլորդ գիտեք, զոհ մատուցեցին, Աստված Աբելի զոհը հավանեց, Կայենինը չհավանեց, եւ Կայենը նախանձեց։ Գիտեք, ես տեսնում եմ, որ նայեք, նախանձը դեռ ատելությունը չի, բայց նախանձը տանում է ատելության։ Եվ սա պիտի մենք հասկանանք, երբ որ քո կողքին ինչ-որ մեկը հաջողվում է, երբ որ քո ծառայությունը քեզանից լավ անող մեկն է բարձրանում։ Հիմա պատկերացրեք, մենք, ասենք, պատերազմի մեջ ենք, դու ինչ-որ մի խրամատում կանգնած պաշտպանում ես դիրքը, հետո գալիս է քո կողքը, թշնամին էլ անընդհատ հարձակվում է, մեծ վտանգ կա, ու քո կողքին գալիս է կանգնում է մեկը, որ քեզանից լավ է կրակում, քեզանից դիպուկ է կրակում։ Դու ուրախանալու ես, թե տխրելու ես։ Ուրախանալու եք, թե տխրելու։ Իսկ եթե մասնակցում ես, գիտեք, հայերը շատ ուժեղ են այդ հրաձգային մրցույթներ կան, աշխարհի առաջնություն։ Երբ որ դու աշխարհի առաջնության ես մասնակցում եւ միշտ չեմպիոն ես եղել, հանկարծ մեկը գալիս է, որ քեզանից ավելի դիպուկ է կրակում։ Տխրելու ես, որովհետեւ քո մրցանակն է քեզանից տանում։ Բայց եթե պատերազմ է, հասկանում եք Կայենի բնույթը եկեղեցում։ Զգուշացեք Կայենի ճանապարհից։ Որտեւ եկեղեցին մրցակցության վայր չի, եկեղեցին պատերազմի վայր է, Եփեսացիս 6-րդ գլխում գրված է, որ մենք պատերազմի մեջ ենք եւ մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ։ Եթե ինչ-որ մեկը ավելի լավ է անում այն գործը, որ դու ես անում, դու պիտի ուրախանաս, որովհետև Աստծո արքայությունը աճելու է, ընդարձակվելու է, մեկ զինվոր էլ ավելացավ։ Բայց եթե դու քո մրցանակի մասին ես մտածում, դու սկսելու ես նախանձել, դու սկսելու ես ատել եւ դու սպանելու ես նրան։ Գուցե ֆիզիկապես հիմա չեն սպանում, բայց դու կործանելու ես իր ծառայությունը։ Դու ամեն ինչ անելու ես, որ ինքը չհաջողվի, եւ սա մարդասպանություն է։ Ինձ հետ եք։ Հասկանում ենք ինչ է հավատարմությունը։ Եվ առաջին բանը, որ Կայենի մեջ ես տեսնում եմ, դա աստվածավախության բացակայությունն է։ Որտեւ աստվածավախություն եթե լինի,
մենք կգիտակցենք ով ենք մենք, ով էինք մենք, լսել եք այս բառը, ինքը ով է, որ իմ հետ տենց խոսա։ Այսինքն ինքը ներքևում է, ես վերևում, ինքը ով է, որ իմ հետ տենց խոսա։ Չգիտես ինչու Դավիթ թագավորը, երբ որ Սեմեին վերևից անիծելով գնում էր, ինքն էլ իր որդի Աբիսողոմից փախնում էր, ասեց իր գեներալներից մեկը, իր հզոր զորավարներից մեկը եկավ ասեց, ինչ վատ խոսքեր ա քեզ ասում, թույլ տուր բարձրանամ, ինքը ձորով էր գնում, նա ժայռի վրայից խոսում էր, վատ բառեր էր ասում, անիծում էր գրվածը, հայհոյում էր, եւ ասեց, թող գնամ մի հատ, ով է սատկած շուն է, այդպես էլ գրված է։ Գնամ մի հարվածով վիզը կտրեմ, Դավիթը ասեց, թող, եթե Տերը թույլ է տվել, գուցե ինձ խոնարհեցնելու համար է այս ամեն ինչը։ Աստվածավախության բացակայություն։ Միտքը, որ գրել եմ առաջինը, սա է, հավատարմությունը ծնվում է աստվածավախությունից։ Նեհեմիայի 7:2-ում Նեհեմիայի գիրքը հրաշալի գիրք է, ուղղակի սա շատ չգնանք այստեղ, բայց խոսքերը, որ գրված է, մեծ բան են սովորեցնում։ Գրված է, որ ինքը վստահում է այս մարդկանց, դնում է ինչ-որ կարևոր գործի վրա, գրած է իմ եղբայր Անանիին եւ աշտարակի իշխան Անանիային, որ հավատարիմ մարդ է եւ շատերից ավելի Աստծուց երկյուղած, պատվիրեցի Երուսաղեմի մասին։ Ինքը գնում էր տեղ եւ այս մարդուն, որ հավատարիմ է, ուզում եմ ուղղակի սա ֆիքսենք, ասում է շատերից ավելի աստվածավախ էր։ Աստվածավախ մարդիկ են հավատարիմ սիրելիներ։ Եթե մարդը աստվածավախ չի, ինքը կարա քեզ հավատարիմ լինի, քանի դեռ քեզանից շահ ունի։ Բայց եթե աստվածավախ է, դու էլ այդտեղ չլինես, ինքը հավատարիմ իր գործը անելու է։ Իր առաջնորդը փոխվի, էլ ինքը հավատարիմ Տիրոջ գործը անելու է։ Եթե աստվածավախ է, Տերը ինչ էր սովորեցնում, ասում էր, մի վախեցեք մարդկանցից, այլ վախեցեք Աստծուց, հիշում եք այս խոսքերը։ Եթե դու մարդուց ես վախում, այդ մարդը վաղը կթուլանա, կամ կտեղափոխեն իրան ուրիշ տեղ, ու քեզ վերահսկող չի լինի, դու այդ ծառայությունը չես անի, բայց եթե դու Աստծուց ես վախում, այդ երկյուղն է, այդ սարսափը չի, դու ակնածում ես, դու իր առաջ ես ծառայում։ Պատկերացրեք, Կայենը լիներ աստվածավախ։ Աստվածավախ մարդը կասեր, իմ զոհը չընդունվեց։ Ես ինչ անեմ Տեր, աղոտ կաներ։ Իսկ Կայենի պարագայում Աստված եկավ իրան այցելեց, ասեց զգույշ եղիր։ Ուզում եք կարդանք այդ հատվածը։ Եկեք մի հատ էլ Հովանու 5:44-ը կարդանք, հետո տեսնենք, որ Կայենը հեռու էր աստվածավախությունից։ Հովհաննեսի ավետարան 5-րդ գլուխ 44-րդ խոսք։ Իմ մոտ բացեմ։ Տերը ասում էր, դուք ինչպես կարող եք հավատալ, երբ իրարից եք փառք ակնկալում, եւ այն փառքը, որ Աստծուց է, այդ փառքը չեք որոնում։ Դուք ինչպես կարող եք հավատալ, եթե ծառայության մեջ քո հիմնական շարժառիթը մարդկանց աչքին լավ երևալն է։ Մարդկանց փառքը սա է, ես այնպես ծառայեմ, որ անցնեմ մրցակցությունը հիշում եք, ես այնպես ծառայեմ, որ բոլորից առաջ լինեմ, ես այնպես ծառայեմ, որ իմ քարոզները ամենաշատը լսեն, ես այնպես ծառայեմ, որ իմ անունը բարձրանա, ես այնպես ծառայեմ, որ բոլորը հիանան ինձանով։ Դու չես էլ հավատում, սա հավատքի խնդիր է։ Եթե դու չես կարող հավատալ, եթե փառքը մարդուց ես ակնկալում եւ Աստծու տված գովասանքի համար չես ծառայում։ Եթե բոլոր մարդիկ իմ ծառայությունը չհավանեն, բայց Աստված ասի ապրես բարի եւ հավատարիմ ծառա, սա ինձ բավարար է ծառայելու համար։ Երբ որ ես գալիս եմ ծառայելու, ինձ հաճախ
ասում են օրինակ տեղ կա, որ ասում են, բայց շատ մարդ չի հավաքվի, ասում եմ ես շատ մարդ չեմ էլ ակնկալում, որովհետև Տերը այնտեղ ներկա է եւ հավաքվում են նրանք, ովքեր որ պետք է հավաքվեն։ Ես հավատում եմ, բավականին մարդ է հավաքվել, փառք Աստծուն, բայց ես հավատում եմ, որ այստեղ նրանք են, ովքեր պետք է այստեղ լինեին։ Ում Տերը նախատեսել էր, որ այս պատգամը լսեն եւ ամրանան հավատարմության մեջ։ Հիմա Ծննդոց 4:7 տեսնենք Տերը ինչ էր զգուշացնում։ Ծննդոց 4:7-ում սա Աստծու ուղղակի խոսքն է, ուղիղ խոսքը Կայենին։ Չէ՞ որ եթե բարին անես, երեսդ կբարձրանա, բայց եթե բարին չանես, մեղքը դրանդ մոտ պառկած է եւ նա քեզ է ցանկանում, բայց դու իշխիր նրան։ Աստված Կայենին ասում է, մեղքը քո դրան մոտ կանգնած է, մեղքը քեզ է ցանկանում, մեղքը ուզում է քեզ իրանով անի, բայց դու իշխանություն ունես, ես քեզ չեմ մերժել, ինչպես Աբելն է իմ զավակը, այնպես Կայենն է իմ զավակը, թույլ չտաս մեղքը քեզ իշխի, դու իշխանություն ունես մեղքին ոչ ասելու։ Գիտեք, երբ որ նախանձը առաջանում է, դու իշխանություն ունես անես այնպես, որ այս նախանձը չդառնա ատելություն։ Զգուշացեք Կայենի ճանապարհից։ Դու կարաս իշխես, բայց երբ որ այն դառավ ատելություն, Տեր Հիսուսը ինչ էր ասում։ Ամեն ատելություն մարդասպանություն է։ Եթե դու սրտիդ մեջ ատեցիր այն մեկին, պարտադիր չի սպանես, կյանքից զրկես, գրանցվում է երկնքում, կարդացել եք թե չէ, մարդասպանության մեղք։ Եվ սա Կայենի ճանապարհն է։ Եկեք քննենք մեր սրտերը։ Եկեք քննենք մեր սրտերը, սիրելիներ։ Մարդիկ կան, որ եթե հանկարծ իրենց տեսնես, սիրտդ սկսում արագ աշխատել, իրենք քեզ վնասել են կամ չգիտես ինչ են արել, հանեք ձեր սրտից ատելությունը, սա Կայենի ճանապարհն է։ Մի նախանձեք, սա Կայենի ճանապարհն է։ Մրցակցության մեջ մի մտեք, մենք մի բանակ ենք։ Ձգտեք ավելի լավը լինել, բայց մի համեմատվեք մյուսի հետ։ Երբեմն մեր եկեղեցում այսպիսի բան կար, հիմա փառք Աստծուն ահագին ժամանակ չեմ տեսել այդ երևույթը, մեկին խնդրում է, ասում է աղոթի, ասում է ես չեմ կարող, ասում է ինչու չես կարող, ասում է այն քույրիկից հետո ես չեմ կարող աղոթեմ, իրա բառերով ես չեմ կարող աղոթեմ, ասում եմ իրա բառերով մի աղոթի, քո բառերով աղոթի, բա իրա նման ճոխ, իրանից հետո իմ աղոթքը չի լսվի, ով չի լսի, մարդիկ թե Աստված։ Աստված ճոխ բառերին չի նայում, Աստված անկեղծ սրտին է նայում, մի աղոթի, որ մարդիկ հիանան, աղոթի, որ Աստված լսի, մի գնա մրցակցության մեջ, սա Կայենի ճանապարհն է, հետո կպարտվես, կսկսես նախանձել, մենք չենք մրցակցում, մենք նույն թշնամին ունենք, և նույնը սիրելիներ, եկեղեցիների միջև, մենք չպիտի մեր ճնշումները արագ ստուգենք, եթե եկեղեցիները շատանում են մեր քաղաքում։ Մենք պիտի ուրախանանք Աստծու բանակը զորանում է։ Հերիքեր այսքանը, այս թեմայի շուրջ։ Լավ, գնանք առաջ։ Եկեք տեսնենք հավատարմությունը, որն է մեր հանձնարարությունը և որն է մեր առաքելությունը։ Ղուկաս 19:10-ում Տեր Հիսուսը ասում է իր առաքելության մասին, մարդու որդին եկել է կորածին փնտրելու և փրկելու։ Սա է եկեղեցու առաքելությունը։ Եկեղեցու առաքելությունը նա չի, որ մենք իրար հետ լավ ժամանակ անցկացնենք։ Եկեղեցու առաքելությունը նա է, որ մենք որպես մեկ մարմին գործենք կորածին որոնելու և ապրեցնելու, կորածին փնտրելու և փրկելու առաքելության մեջ, սա է մեր առաքելությունը, որ մենք գործենք այստեղ։ Եվ բոլորս հիշում ենք մեծ հանձնարարականը Մատթեոս ավետարան 28-րդ գլխի 17-20 հատվածում, երբ որ Տերը ասում էր, որ
ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա եւ հանձնարարեց գնացեք եւ աշակերտ դարձրեք։ Իմիջիալոց մենք պիտի ուշադիր լինենք այս հանձնարարությանը։ Չի ասում գնացեք եւ եկեղեցի բերեք մարդկանց։ Եթե մեկը աշակերտ դառնա, ինքը ինքնաբերաբար փնտրելու է եկեղեցի, որովհետեւ աշակերտը ունի դասագիրք։ Եվ այդ դասագիրքը Աստվածաշունչն է, որ ասում է առանց եկեղեցու դու չես կարող մեկտեղ հավաքվելը չթողնեք։ Երբ որ ոմանք թողեցին ու հավատքից ընկան, մի արեք դա։ Բայց մեզ հանձնարարված չի մարդկանց եկեղեցի բերել, մեզ հանձնարարված մարդկանց աշակերտ դարձնել։ Իրանք այսպես թե այնպես գալու են եկեղեցի, որտեղ այստեղ սնունդ են ստանալու, այստեղ երկրպագելու են, այստեղ փառաբանելու են։ Եվ մկրտության մասին է խոսում, հետո ասում է սովորեցրեք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի, եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Ինչ կապ ունի սա Կայենի հետ։ Կայենը իր գործը ճիշտ չարեց։ Ինչ որ մեկը լավ արեց իր գործը, ինչ որ մեկը իր հանձնարարությունը լավ արեց եւ Կայենը տեսավ ու նախանձեց։ Եթե դու քո հանձնարարությունը լավ անես, նախանձելու կարիք չես ունենալու։ Եվ քո մեջ ծնվում է հավատարմությունը։ Եթե դու վերցնում ես այս հանձնարարությունը, ոչ թե հովիվը պիտի անի։ Սա շատերը մտածում են, օրինակ մեկ-մեկ ինձ բերում են, համոզում են մարդուն, բերում են եկեղեցի, ասում են հովիվ խոսա իր հետ։ Ասում եմ, ես կխոսամ իմ համար խնդիր չի, բայց դու այս մարդուն այսքան ճանապարհ բերել ես, դու խոսա իր հետ։ Գնանք հովիվը կաղոթի, ինչու։ Դու աղոթի։ Թող գա հովիվը իրան հոգևոր աճի մասին խոսա, աշակերտության մասին խոսա, դու աղոթի, թող Աստված քո աղոթքով հրաշք անի, թող ապաշխարի այս մարդը, թող ասի ուր ես գնում, որ սենց զորություն կա քո մեջ։ Հիշում եք, Սիմոն Մոգը փող էր առաջարկում, երբ որ առաքյալները ձեռքերը դրեցին եւ հոգու մկրտություն եղավ, մի մարդ կար, որ փող առաջարկեց, ասեց ես էլ եմ ուզում այս նույնը լինի։ Եվ մեր կյանքը պիտի լինի սա։ Հիմա պատկերացնում եք, ում նախանձենք, եթե մենք հանձնարարությունը կատարում ենք ու պտղաբեր կյանք ունենք, ում նախանձենք։ Կայենի գայթակղությունը չի էլ գա քո կյանք, եթե դու հավատարիմ ես քո առաքելության մեջ, կորածին որոնելու եւ ապրեսնելու եւ քո հանձնարարության մեջ, եւ դու գնում ես։ Մի փոքր փոխվել է այդ հանձնարարությունը մեր օրերում։ Մարդիկ մտածում են գրածա բերեք, բայց գրած չի բերեք, գրածա գնացեք։ Գնացեք իրանք իրանց ոտքով կգան։ Եթե մենք ճիշտ կատարենք հանձնարարությունը, եւ հավատարմությունը սա է, եթե մենք հասկանում ենք հանձնարարությունը։ Ինչու եթե մեկը տխուր է, ինչու եթե մեկը կարիքի մեջ է, ինչու եթե մեկը չգիտեմ, դեպրեսիայի մեջ է ու քո հետ կիսվում է, ինչու չես ասում, ես չեմ ասում չես ասում, բայց ինչու չես ասում, արի հիմա քո համար աղոթեմ։ Ինչու ես ամաչում։ Բա որ չբժշկվի, եթե դու ես բժշկողը, անհանգստացի, բայց եթե Տերն է բժշկողը, դու ընդամենը խնդրողն ես, հանգիստ աղոթի։ Եվ ես համոզված եմ, որ Աստված պատասխանելու է քո աղոթքին։ Եվ մի ասա հիմա ես կաղոթեմ դու կբժշկվես, չէ, ասա հիմա մենք կխնդրենք միասին քո բժշկությունը։ Հիմա մենք միասին կխնդրենք քո ընտանիքի խնդիրների լուծումը։ Եվ ես կշարունակեմ աղոթել քեզ համար։ Գիտեք, խնդիրը սխալվելը չի։ Կայենը սխալվեց, բայց խնդիրը սխալվելը չի։ Խնդիրը չարանալն է։ Խնդիրը Մարկոս 12:9-ում ընթերցենք, Մարկոսի ավետարան 12:9-ում գրված է, որ հիշում եք այգու մշակների, այն չար մշակների առակն ասա,
որ Տերը վստահել էր հանձնարարություն եւ գնացել էր ուրիշ երկիր եւ հետո այս մարդիկ ինչ որ ձևով մոռացան իրանց տիրոջը եւ սկսեցին ուտել, խմել, քեֆ անել։ Հետո մարդեր ուղարկում, ծեծում էին, հետո իր որդուն ուղարկեց, սպանեցին։ Հետո Տերը ասում է, այգու Տերը ինչ կանի, երբ որ վերադառնա այդ մշակներին ինչ կանի։ Գրված է, որ կորստյան կմատնի եւ այգին կտա ուրիշների։ Այսօր մեզ, ինձ եւ քեզ ծառայությունն վստահված։ Եթե դու քեզ շատ փոքր մարդ ես տեսնում, ասում ես, ես ինչ պիտի անեմ, թող ծառայողները անեն, իմացի, որ դու մարմնի անդամ ես։ Մարմնի մեջ չկա մի անդամ, մի օրգան, որը անիմաստ լինի։ Դու քո պարգև ունես, գուցե դու չես կարող այն մեկի պես անել։ Հենց այդպես գրած աչքը ականջի գործ չի կարա անի։ Ձեռքն էլ ոտքի գործ չի կարա անի, բայց ամեն մեկը անգամ ամենաչերևացողները գրված է ամենապատվավորներն են։ Մեր ամենակարևոր օրգանները, ասենք սիրտը, ոչ ոք չի տեսնում, եւ ինքը այնպես լավ է թաքցրած, այստեղ էլ ոսկորներ է դրել Աստված, որ հանկարծ հարված լինի, ոսկորին կպնի, սրտին չկպնի։ Հիմա ինձ ասեք, ոսկորը կարևոր է թե ոչ։ Ինքը պաշտպանում է սիրտը։ Եվ քեզ դու միտես, որ դու անկարևոր մեկն ես։ Դու հանձնարարություն ունես։ Եվ դե խնդրես, Աստված կասի քեզ քո տեղը, քո կոչումը, քո կանչվածությունը։ Եվ հիշեք, այս խոսքերից Մարկոս 12:9-ում անհավատարմությունը ապստամբություն է։ Եվ Կայենը ստացավ իր պատիժը այդքան զգուշացումներից հետո։ Եկեք զգուշանանք Կայենի ճանապարհից։ Երրորդ կետը, այս երրորդ ենթակետը առաջի կետի եւ կանցնենք արդեն բաղամին, բայց սրա մասին էլ խոսանք։ Երրորդը վերնագրել եմ այսպես՝ միաբանության օրհնությունը եւ գինը։ Կայենը չէր կարող միաբանվել իր եղբոր հետ, գիտեք ինչու, որովհետև նախանձում էր եւ ատում էր։ Եկեք ընթերցենք Հովանու 17:21-ը։ Տեր Հիսուսի աղոթքն ասա եւ աղոթում էր, ինքը ամբողջ գլուխը շատ լավն է, բայց ես ընտրել եմ սա, նայեք, գրված է աղոթում է հորը, ասում է աղոթում եմ, որպեսզի բոլորը մեկ լինեն, ինչպես դու Հայր իմ մեջ եւ ես քո մեջ, որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, որպեսզի աշխարհը հավատա, որ դու ինձ ուղարկեցիր։ Սիրելիներ, մեր միաբանությունը, սա միաբանության օրհնությունն է, մեր միաբանությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ որ մենք սիրենք իրար։ Երբ որ կա ատելություն, չի կարող լինել միաբանություն։ Գիտեք, ես ինչքան միաբանություններ եմ տեսել, որ այսպես մարդիկ որոշել են ուխտ են արել, ձեռքի են բռնել, անգամ հաղորդությամբ են հաստատել այդ ուխտը, որ իրանք միաբան են լինելու։ Բայց միաբանություն չի եղել, որտեղ սեր չկա, որտեղ չկա սեր, այնտեղ չի կարող լինել միաբանություն, բայց Տերը ասում է, ես աղոթում եմ, որ իրանք իրար մեջ այնպես միաբան լինեն, ինչպես ես եւ դու, Հայր։ Եվ ասում է, երբ որ աշխարհը տեսնի իրենց սերը եւ միաբանությունը, աշխարհը կհավատա ինձ։ Սա ցնցող է։ Կայենի ճանապարհը ատելության ճանապարհն է։ Եղբայրը եղբորը ատում է։ Եվ սրանից ահավոր բան գոյություն չունի եկեղեցում։ Երբ որ կա ատելություն, կա մարդասպանություն։ Առաջին Պետրոս 1:22-ը Մաքրելով ձեր հոգիները ճշմարտությանը հնազանդությամբ, անկեղծ եղբայրասիրությամբ, մաքուր սրտով միմյանց ջերմորեն սիրեք։ Ինչպիսի խոսքեր։ Ճշմարտությանը հնազանդվելով մաքրում ենք մեր հոգիները, հետո անկեղծ եղբայրասիրությամբ, մաքուր սրտով եւ ջերմորեն իրար սիրում ենք։ Գիտեք, երբ որ մեկին սիրում եք, կարողանում եք ներել։
Ասեմ ձեզ գաղտնիք, որ այդքան էլ գաղտնիք չի։ Մեզ ամենամեծ ցավը հասցնում են մեր ամենասիրելիները։ Բայց քանի որ սիրում ենք, ամենահեշտը ներում ենք այդ մարդկանց։ Եվ ներելու խնդիրը դա սիրելու խնդիրն է։ Եվ եթե դու դեռ չես կարողանում քո եղբորը քո քրոջը սիրել, ինքը կատարյալ չի, ինքը կսխալվի, ինքը քեզ կցավեսնի, ինքը կհաջողվի, չգիտեմ ինչն է պատճառը, մրցակցությունը, թե մեկ ուրիշ բան քո հանդեպ սխալ կխոսա, չգնաս Կայենի ճանապարհով։ Մեղքը դրան առաջ չոքած է։ Եվ ուզում է քեզ, ինքը ցանկանում է քեզ այդպես է գրած։ Թույլ չտաս չարին չարով պատասխանել, այլ բարիով հաղթեք չարին գրված է խոսքի մեջ։ Կայենի ճանապարհով գնացողները միշտ ձգտում են իշխել, բարձրանալ։ Սա աշխարհի ճանապարհն է։ Գիտեք, որ միտեղ աշխատում եք, մեկ էլ մեկը աշխատել եք ինչ-որ տեղ։ Այստեղ էլ այտենց թե մենակ Հայաստանում ա, որ գնում են բամբասում են, տակը փորում են, ոտը դնում են վրան բարձրանում են։ Սա աշխարհն է, եկեղեցում այսպես չպիտի լինի։ Նրանք ձգտում են իշխել, բարձրանալ, տրորում ու ոչնչացնում են հնարավոր բոլոր մրցակիցներին, նրանց համար չկան բարոյական սահմաններ, նրանք ապրում են, նպատակը արդարացնում են միջոցները դժոխային սկզբունքով։ Նպատակ ունեմ հաղթելու, ու ինձ կարևոր չի, ինչ միջոցներով եմ դրան հասնելու։ Սա դժոխքից է եկել։ Սուրբ նպատակին հասնում են սուրբ միջոցներով։ Զգուշանանք Կայենի ճանապարհից, գնանք Բաղամին, եկեք տեսնենք։ Գրված է զգուշացեք Բաղամի մոլորությունից։ Ավելի ճիշտ գրած է վայ նրանց, որ կնվիրվեն Բաղամի մոլորության վարձքին։ Գիտեք, որ Տեր Հիսուսը Բաղամի մասին խոսել է։ Եկեք բացենք Աստվածաշունչը Հայտնության 2:14-ը։ Եկեղեցուն է ասում, բայց քո դեմ մի փոքր բան ունեմ, այն որ այդտեղ պահում ես Բաղամի վարդապետության հետևողներին, որը Բաղակին սովորեցրեց Իսրայելի զավակներին գայթակղեցնել, որպեսզի նրանք կուռքերին զոհաբերված միս ուտեն եւ պոռնկություն անեն։ Պատմությունը հիշեցնեմ, Բաղամը մարգարե էր, գրված է նա մարգարե էր։ Եվ երբ որ Աստծո ժողովուրդը դուրս էր եկել Եգիպտոսից, այդ տեղի ժողովուրդները վախեցել էին, որովհետև տեսնում էին զորավոր մի բանակ է գալիս։ Եվ Բաղակ անունով մի թագավոր ուղարկեց նվերներով, այսպես փողով գնացին մարդիկ Բաղամի մոտ, որպեսզի Բաղամը գա ու անիծի, քանի որ ինքը մարգարե էր, իր խոսքը ուժ ուներ, այս թագավորը համոզում էր, որ ինքը գա ու անիծի Աստծո ժողովրդին։ Բաղամը ասեց, ես ոչ ման չեմ անի, մինչև Աստծուն չհարցնեմ։ Եվ գնաց Աստծուն հարցրեց, ով է հիշում Աստված ինչ պատասխանեց։ Ասեց չգնաց, դա իմ ժողովուրդն է։ Հետո այս մարդիկ գնացին իրանց թագավորին ասեցին, այս մարդը ոչ քո նվերներին նայեց, ոչ գնաց հարցրեց Աստծուն, Աստված ասեց, չէ, ասեց մի հատ հələ չգիտեմ, քանի անգամ շատացրեք այդ փողը։ Ու եւս մեկ անգամ գնացին Բաղամի մոտ, ու Բաղամը, որ փողը տեսավ, ասեց հələ սպասի մի հատ էլ հարցնեմ։ Չգնաք Բաղամի ճանապարհով։ Շատ ժամանակ ինձ զանգում են, այդպես մարդուն առաջարկ են անում, ինքը, չգիտեմ, զանգում է Հովիվին, ասում է բարև ձեզ, Հովիվ ջան, ասում եմ բարև ձեզ։ Amma մի հատ իրավիճակի մեջ եմ հայտնվել, մի հատ առաջարկ են արել։ Ինձ կասես կարելի է թե չի կարելի ու բացատրում է իրավիճակը, հասկանում եմ, որ խարդախություն է, պիտի սուտ խոսա ու փող աշխատի։ Ասում եմ, լսի, ինչ ես զանգել ինձ։ Դու ասում ես, որ իմանամ։ Ասում եմ, հիմա դու եկեղեցու անդամ ես, եթե ինչ որ մեկը քեզ զանգի այս նույն հարցով, ինչ ես պատասխանելու։ Ասում եմ, պատասխանելու եմ չի կարելի։ Ասում եմ, բա ինչ ես զանգել ինձ։ Գիտեք ինչ է զանգել։ Որ անի, հետո ասի Հովիվը թույլ է տվել։
Ասում է դե կարող է ասես արա, ես էլ անեմ հիմա ինչա։ Հովիվն էլ ասի արա, ազգային ժողովն էլ քվեարկի, որ դա ճիշտ է, հանրակրվել անցկացնեն ժողովրդի մեծամասնությունը ասի ճիշտ է, եթե Աստված ասում է սխալ է, ուրեմն սխալ է։ Մի գնա երկրորդ անգամ հարցրա։ Եվ Աստված գիտեք, ասում է դե գնա։ Գնում է, պատմությունն էլ գիտեք, չի ստացվում անիծելը։ Բերանը բացում է, որ անիծի, օրհնություն է դուրս գալիս, բայց խնդիրը այստեղ ուրիշ է, ինքը փող էր վերցրել։ Այդ մարդը ասում է, ես քեզ փող եմ տվել։ Ասում է, լավ, որ փող ես տվել, չեմ կարողանում, ուզում եմ անիծել, չեմ կարողանում, արի քեզ ասեմ, ոնց պատժվի այս ժողովուրդը, ուզում ես չէ պատժվի։ Եվ Տեր Հիսուսը ասում է, ինչ արեց Բաղամը։ Բաղամը, քանի որ փող էր վերցրել, Բաղամը իր փողը պիտի աշխատեր։ Լավ, աշխատեր այն փողի դիմաց, որը վերցրել էր։ Եվ ինքը աշխատեց։ Եվ այնպես լավ աշխատեց, որ սովորեցրեց Բաղակին ինչ անի։ Ասեց բեր անառակ աղջիկներ, բեր, քանի այս ժողովուրդը միջալուց ստեղ ուրիշ հայտնություն կա, քանի այս ժողովուրդը մեղքի մեջ չի ընկել, ինքը պաշտպանված է, բայց որ մեղքի մեջ ընկավ, դու նենց արա, որ ինքը մեղքի մեջ ընկնի, դու գայթակղություններ բեր իրա շուրջը դիր, պատմությունը շատ հետաքրքիր է, այնտեղ Փենեհես քահանան կա, որ կանգնեցնում է այդ ամեն ինչը, մեկ նիզակով երկուսին մի անգամից շնության ժամանակ սպանում է եւ Աստված ասում է օրհնեց իրան, որովհետեւ կանգնեցրեց այդ պատիժը։ Բայց Տեր Հիսուսը ասում է. եկեղեցում Բաղամի վարդապետությանը հետևողներ ունես, ես քո դեմ սա ունեմ։ Որն է Բաղամի վարդապետությունը։ Արեք այս հատվածը չկարդամ, ընդամենը երկու հատված, որտեղ նույն բանն է գրված, Եփեսացիս 5:5-ում, Կողոսացիս 3:5-ում գրված է, որ ագահությունը, սիրելիներ, կռապաշտություն է։ Եվս մեկ անգամ, ագահությունը կռապաշտություն է։ Եվ Մատթեոս 6:24-ում Տերը սովորեցնում էր, որ երկու տիրոջ չեք կարող ծառայել։ Չեք կարող Աստծու մարգարեն էլ լինես, եթե քո համար փողը ավելի բարձր է, քան Աստված, դու մամոնային ես պաշտելու։ Չեք կարող երկու տիրոջ ծառայել։ Երբ ֆինանսը դառնում է մարդու կյանքը եւ նպատակը, ինքը իր համար խնդիր չի խարդախություն անելը, սուտ խոսալը, սուտ թղթի տակ ստորագրելը, ինքը խնդիր չի։ Որտեղ ֆինանսը իր Աստվածն է։ Մամոնան իր Աստվածն է։ Չգնաք Բաղամի մոլորության ճանապարհով։ Ես կարծում եմ այդ եկեղեցում, որ Տեր Հիսուսը հանդիմանում է, մարդիկ չէին ասում գնացեք մամոնային պաշտեք, ասում են այդքան լուրջ մի վերաբերվեք այդ ամեն ինչին։ Բայց ծայրահեղության մեջ չենք, եթե պատկերացրեք, ասենք մի հատ ստորագրություն ես դնում կեղծ թղթի տակ, $1 միլիոն փող ես աշխատում։ Ու դու գիժ ես, որ չստորագրես, ոչ ոք չի իմանալու։ $1 միլիոն։ Ես մի պատգամ ունեմ, ասում եմ, հավատացյալի սրբության վրա գրված է չի վաճառվում։ Ոչ 1 միլիոն, ոչ 1 միլիարդ, ոչ 100 միլիարդ։ Գիտեք, որ կանայք կան վաճառվում են։ Գիտեք, մարմնավաճառները, բայց կանայք կան, որ ասենք դա վիրավորանք է։ Ասենք չի սպասում ինքը, որ դու գին բարձրացնես։ Օրինակ մարդ կա, որ ապրանքը վաճառում է, մարմնավաճառություն դնենք մի կողմ, ապրանքը վաճառում է, գալիս է ասում է, էսի վաճառում ես, մեքենա դուրս եկել է վաճառում ես։ Չեմ վաճառում։ Քո տունը վաճառում ես, չեմ վաճառում։ Ես լավ գին կտամ, չեմ վաճառում։ Իմ հայրական ժառանգությունն է, չեմ վաճառում։ Ես այստեղ եմ ապրել, այստեղ եմ մեծացել, չեմ վաճառում։ Սրբությունը քո պաշտպանությունն է հոգևոր։ Քանի դու սրբության մեջ ես, ոչ մի բաղամ քեզ չի կարա անիծի։ Ոչ մի բաղակ չի կարա քո դեմ։ Քանի դու սրբության կյանքով ես ապրում։ Իսկ եթե սրբությունդ վաճառում ես, դու անպաշտպան ես։
Գիտեք մի հատ sense խոսք կա։ Տիրոջ հրեշտակը բանակ է կազմում ու պաշտպանում բոլոր նրանց շուրջ, ովքեր վախում են Աստծուց։ Աստվածավախություն ունեցող մարդկանց շուրջ հրեշտակը բանակ է կազմում։ Պատկերացնում եք հոգևոր պաշտպանությունը։ Նա սատանան Տեր Հիսուսին մի առաջարկ արեց, ասեց, այս ամբողջ հարստությունը, այս երկիրը, իշխանությունը կտամ քեզ միայն մեկ պայմանով, ծնկյար ու երկրպագի ինձ, եւ այս ամենը կտամ քեզ։ Արդյոք մենք կարող ենք պահել մեր հավատարմությունը Տիրոջը եւ ասել, գրված է, ես շահի համար սա չեմ անելու։ Սա Բաղամի մոլորությունն է, սիրելիներ։ Եվ գիտեք, Տեր Աստծու մաթեմատիկան շատ հետաքրքիր է։ Կրկին, այսպես ասելով, անցնենք այն երկու լումա ունեցող կինը։ Ինքը շատ ավելին դրեց Տիրոջ համար, քան թե այնտեղ 1000 ոսկի զոհաբերողը։ Եվ ես կարծում եմ, որ փողասիրությունը, արծաթասիրությունը, իսկ ես չեմ կարծում, Աստվածաշունչն է ասում այսպես, բոլոր չարիքների արմատ։ Ես չգիտեմ ինչ չարիք է այցելել մարդու կյանք, բայց արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է, երբ որ մենք Աստծուն թողած մամոնային ենք պաշտում, երբ որ մենք պատրաստ ենք որոշակի առաջարկների դիմաց վաճառել մեր սրբությունը, ես ասեմ ձեզ, լինում է այն, ինչը որ եղավ Իսրայելի ժողովրդի հետ, երբ որ իրանք տրվեցին, ինչպես Տեր Հիսուսն է ասում, կուռքի միս ուտելուն, որովհետև իրանց հետ բարեկամություն էին անում այդ ժողովրդի եւ անառակության տրվեցին։ Բաղամի մոլորությունը հենց սա է, որ փողը Աստծուց կարևոր է։ Իհարկե, շատերը սովորեցնում են, դե հետո ներողություն կխնդրենք, ինչ ա եղել որ։ Բայց երբ որ չարիքը գալիս է, ինքը ավիրում է մարդու կյանքը, ու դու չես էլ տեսնում այդ կապը։ Դու չես էլ տեսնում, որ կորցնում ես քո հոգևոր պաշտպանությունը։ Դու չես էլ կորցնում, ոնց է ինքը մտնում քո ընտանիք, վնասում քո երեխեքին, քո առողջությունը։ Բոլոր չարիքների արմատը արծաթասիրությունն է։ Ամբողջը չկարդամ, բայց առաջին Տիմոթեոս 6-րդ գլուխը ամբողջությամբ սրա մասին է։ Առաջին Տիմոթեոս 6-րդ գլուխը ամբողջությամբ սովորեցնում է հարուստները ինչպես լինեն։ Սովորեցնում է, որ ծառայելը փողի շահ չդարձնեք։ Սովորեցնում է, որ ձեր ֆինանսներով օգտակար եղեք Աստծու գործին եւ երկնքում գանձեր կդիզեք։ Հիշում եք Տեր Հիսուսը ինչ էր ասում, որտեղ ձեր գանձերն են, այնտեղ ձեր սիրտն է լինելու։ Եթե ձեր գանձերը այստեղ են, ձեր սիրտը այստեղ է լինելու։ Եթե ձեր գանձերը երկնքում են, երկնքում է լինելու։ Գնալու եք այնտեղ եւ մեծ վարձքի եք արժանանալու, որովհետեւ ձեր ֆինանսներով գանձեր եք դիզել, հենց այս գլխում է առաջին Կորինթացիս 6-րդ, առաջին Տիմոթեոս 6-րդ գլխում է սովորեցնում։ Եվ Տեր Հիսուսը, երբ որ սովորեցնում էր այս սկզբունքը քչի մեջ հավատարիմ, ինքը հենց փողի մասին էր խոսում, հենց մամոնայի մասին էր խոսում։ Սա Ղուկաս 16-րդ գլխում է։ Եկեք Փիլիպպեցիս 4-ի 17-ի 20-ը կարդանք։ Մինչ համարը կբացվի, ես այնտեղից եմ կարդում, դուք այստեղ եք նայում, ես այնտեղ, ասեմ, որ շատերը մոտենում են, սա կապված է նախորդ կետի հետ, շատերը մոտենում են, ինձ ասում են, Արմա եղբայր, ինչ իմանամ իմ կոչումը, կարծում եմ ձեր մեջ էլ էս հարցը առաջացած կլինի, իմ կանչվածությունը, իմ կոչումը, ինչպես բացահայտեմ, եւ ես այս սկզբունքն եմ ասում, քչի մեջ հավատարիմ եղիր, եւ շատը քեզ կտրվի։ Օտարի մեջ հավատարիմ եղիր եւ քոնը իրականը քեզ կտրվի։ Տերը խոսում էր, որ եթե դու ֆինանսական հավատարմության հարցում խնդիրներ չունես, դու խնդիր չունես, քո ձեռքը տանես գրպանդ կամ քո բանկային հաշվից Աստծու գործի համար,
Ներդրում անելու դու խնդիր չունես։ Իմացի, որ Աստված քեզ հոգևոր բաներ է վստահելու։ Իրականը քոնը, իսկ սա օտարն է, սա քիչն է։ Ես իրականում այս ինչ որ խոսում եմ 6 դաս է, 6 հատ 40 րոպեանոց դաս է, ես այսպես խտացրել եմ, բայց այնտեղ դասերից մեկը այս վերնագիր ունի, որ հենց այս թեմայի վերաբերյալ է հավատարմության դպրոցի առաջին դասարանը։ Հավատարմության դպրոցի առաջին դասարանը դա ֆինանսների մեջ հավատարիմ լինելն է։ Աստված քեզ ոչ մի բան չի վստահ, եթե դու ես հարցում հավատարիմ չեմ։ Դու կգնաս, կծառայես, չգիտեմ ինչ, բայց օծություն չի լինի քո ծառայության մեջ։ Տիրոջ ներկայությունը չի լինի քո ծառայության մեջ։ Դու պիտի արդեն անգլերեն լավ բառ կա, իմիտացիա, հա? Imitate անես, իբր թե հուզվեցի։ Կամ նենց խոսած, որ դիմացին է, գիտեք, չէ՞ քարոզիչներ այդպես ռետորական արվեստ կա, կարան ձայնային ելևեժներով նենց անեն, դուք հուզվեք։ Բայց կարա Սուրբ Հոգին այցելի դու հուզվես։ Եվ մենք այդ իրականն ենք փնտրում։ Եվ քո ծառայության մեջ քիչ առաջ ասում եի գնա ձեռքդ դիր աղոթի։ Եթե դու ուղիղ ես Աստծո առաջ, իր օծությունը քո հետ է լինելու։ Բայց եթե դու ուղիղ չես, գնալու ես ասելու ես Տեր, խնդրում եմ, խոսիր, ինքը չի խոսալու, որովհետև գրված է Տիրոջ ձեռքը, Եսայա 59-ի առաջին երկու խոսքերն է, Տիրոջ ձեռքը չի կարճացել ձեզ օգնելուց, եւ ոչ էլ իր ականջն է ծանրացել լսելուց, այլ ձեր մեղքերն են, ձեր անօրենություններն են, որ պատնեշ են ձեր եւ ձեր Աստծո միջեւ։ Սիրելիներ, Աստված մեզ հրաշալի կոչում է տվել, հրաշալի կյանքի է կոչել, որ շատերը մեր միջոցով փրկություն ունենան։ Եվ ասում է մշակից մեկ բան եմ պահանջում՝ հավատարմություն։ Եթե մենք հավատարիմ լինենք, եւ ֆինանսները դա առաջին դասարանն է հավատարմության։ Փիլիպեցիս 4 գլուխ 17-ից 20-ը նվերներ չեմ ուզում, ասում է Պողոս առաքյալը, այլ այն պտուղը, որ ձեր հաշվին է ավելանալու։ Իսկ ես ամեն բան ստացել եմ եւ առատ ունեմ, լիացած եմ, որովհետեւ Եփոպրոդիտոսի ձեռքով ստացա ձեզանից այնինչ անուշահոտություն էր, զոհ, ընդունելի եւ Աստծուն հաճելի։ Այն ֆինանսը, որ դու ներդնում ես Աստծո գործի համար, սա Աստծուն հաճելի, ընդունելի զոհա, անուշահոտություն, եւ գրված է իմ Աստված թող համաձայն իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով, Աստծուն մեր հորը փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Սիրելիներ, մենք ոչ թե պիտի փողասեր լինենք, որ մեր կյանքը չարիքով լցվի, այլ մենք պիտի մեր փողը կարողանանք Աստծո գործի համար տալ։ Մի համաշխարհային վիճակագրություն կա, որ ասում է, եթե եկեղեցում օծանելիք ինչքան մարդիկ իրենց պերֆյումի վրա են ծախսում, այնքան եկեղեցուն զոհաբերեն, եկեղեցու բյուջեն կտասնապատկվի։ Եթե եկեղեցի եկող մարդիկ հասկանում եք։ Հիմա պիտի հասկանանք, որն է մեր համար ավելի կարևոր։ Ես չեմ ասում պերֆյում մի օգտագործեք, բայց որն է ինչքան կարևոր է մեզ համար այս անուշահոտությունը։ Ասում եմ, ձեր զոհերը իմ համար չեմ ուզում, որ ձեր վրայից հոգևոր անուշ հոտ գա, սա եմ ուզում։ Քչի մեջ հավատարիմ, Բաղամը սիրեց փողը, Բաղամը ստիպված եղավ աշխատելու, որովհետև վճարվել էր։ Եվ գիտեք, ուզում եմ սրա մասին էլ խոսել այստեղ, կա հեշտ փողերի ծուղակը։ Այսօր աշխարհը առաջարկում է հեշտ փողեր, չաշխատես գա, չեք լսել այդպիսի բաներ։ Դու մենակ տուր մեզ, տես քո փողերը ինչ են կանում։ Գնալու ես, չգիտեմ, տաքսի քշես կամ աշխատես առավոտից իրիկուն ժամը այսքան վճարեն, դու մի հատ $10,000 տուր, մենք ես 15 ենք տալիս։ Չկա այդպիսի բաներ։ Կա։ Կներդնենք, հետո էլ ասում եմ, բայց ես ինչ անեմ, ընկավ կուրսը, ինչ անեմ, կամ խաղամոլությունը, կամ չգիտեմ, մարդիկ, եկեղեցու մարդիկ, այնքան հեշտ են
10,000, 20,000, չգիտեմ, ով ինչքան ունի, 5,000, ես գիտեմ մարդիկ կան կորցրել են ահագին գումարներ, բայց ինչու են մտել այդտեղ, որ կորցրել են։ Ինչ են մտել, որովհետև ուզում են չաշխատեն ու հարստանան։ Մի հատ լավ ասացված կա, անվճար պանիրը միայն թակարդում է լինում։ Մի հավատացեք անվճար պանիրներին։ Եվ դա ձեզ վստահված է, հիշում եք հավատարմությունը ինչի մեջ էր, Աստված քեզ օրհնել է ֆինանսով։ Շատ թե քիչ, կարևոր չի։ Գուցե նախքան կնոջ 2 լուման է քոնը։ Աստված չի նայում քանակին։ Այդ մարդիկ են նայում քանակին, ասում են ես նրա պես չեմ կարա զոհաբերել, մենի հարուստ է։ Աստված դրան չի նայում։ Կարող քո տվածը ավելի շատ է։ Քո տված $50-ը իր 5,000-ից շատ կարա լինի, գիտեք թե չէ։ Եվ Աստված չի նայում քանակին, Աստված նայում է սրտին։ Մի գնացեք Բաղաամի ճանապարհով, որ փողը սիրեց։ Ես կարդում էի, կարծեմ թվոց գրքում էր գրված, մտան իսրայելացիները գրավեցին այդ քաղաքը ու սպանեցին Բաղաամին։ Սպանեցին։ Որովհետև ինքը այլևս Աստծո մարգարե չէր։ Եթե Աստծո մարգարե լիներ, կմտնեինք ասեն, այստեղ մեր Աստծո մարգարեն կա։ Ես կարծում եմ հատուկ է գրած, որ սպանեցին, շատերին սպանեցին, անունը գրած չի, բայց Բաղաամին գրած է սպանեցին։ Եկեք զգուշանանք փողասիրությունից։ Եկեք մեր ֆինանսական հավատարմությամբ ցույց տանք մեր նվիրումը Աստծո գործին։ Եվ գիտեք, այդ հեշտ փողերը, ճակերտավոր հեշտ փողերը, դա սատանայի եփած ճաշն է։ Ես ուզում եմ մի բան պատմել, որ այս ականջներս ա լսել այդ մարդուց, որ մոտավորապես $1 միլիոն էր շահել խաղամոլության ժամանակ։ Այդ on-line կազինոներից $1 միլիոն, պատկերացնում եք, ու ինքն է ինձ պատմում, ասում է, ես գիտեմ, որ ես էլ չպիտի խաղամ, սա իմ կյանքի միակ շահումն է, երևի էլ sense բան չլինի։ Չգիտեմ ինչա կատարվում իմ հետ։ Ես գիտեմ ինչա կատարվում։ Դու իր այփած ճաշը, որ ուտում ես, Բաղամը, որ իր այփած ճաշը կերավ, չէր կարա հենց այնպես դուրս գար այդտեղից, այդ քեզ է թվում։ Իր ուղեղը ասում էր, էլ մի խաղա, քեզ էլ խաղամոլությունը պետք չի։ Ասում է, ես $1 միլիոն չափ շահել եմ, եւ ես անկառավարելի կերպով գնում եմ խաղալու, ու ես գիտեմ, որ ես չպիտի խաղամ, բայց ես չեմ կարում, ու բոլորը կռվում են։ Մի բան էլ ավել։ Դու չես կարա սատանային մատերիդ վրա ֆռացնես։ Մոռացի դա։ Մի կեր իր այփած ճաշը։ Սա Բաղաամի մոլորությունն է։ Ֆինանսական հավատարմություն, քչի մեջ հավատարիմ, օտարի մեջ հավատարիմ, փողը երկինք չի գալու, բայց Տերը ասում էր, կարող եք անիրավ մամոնայով ձեզ համար բարեկամներ շահել։ Դու կարող ես գործածել, եւ առաջին Տիմոթեոս 6-րդ գլխում գրված էր, որ իհարկե չկարդացի այդ հատվածը, դուք կկարդաք, այնտեղ գրված է, որ երկնքում վարձք եք շատացնում, երբ որ դուք բարեգործության մեջ եք, երբ որ Աստծո գործի համար ներդրվում է ձեր ֆինանսը։ Եվ հարցը հետևյալն է, որքանով ես ներդրվում արքայության գործի մեջ քեզ վստահված ֆինանսներով, ժամանակով ու տաղանդներով, որտեղ մենակ ֆինանսը չի։ Ժամանակն ու տաղանդները նաև մեզ վստահված են։ Մենք կարանք դրանք օգտագործենք, չգիտեմ, հարստանալու համար, երբ որ ագահ ենք, հիշում եք ագահությունը ինչ էր։ Ինչ էր ագահությունը, ինչ ասում Աստծո խոսքը, կռապաշտություն էր։ Մենք ագահ ենք, մենք չենք բավարարվում։ Մենք էլի ենք ուզում, եկեղեցու համար էլ ժամանակ չունենք։ Ուշադիր եղեք հանկարծ, ես չեմ ասում այն մարդիկ, ովքեր խնդիրների մեջ են եւ առավոտից իրիկուն աշխատում են։ Ես գիտեմ, ես ինքս այդպիսի կարգավիճակում եղել եմ եւ ես հասկանում եմ այդպիսի մարդկանց։ Բայց երբ որ դու ունես բավարար, բայց էլի ես ուզում, ինչքան էլ ունենաս, 2008 թվականին ճգնաժամ եղավ, համաշխարհային ճգնաժամ, եւ մի միլիարդատեր Գերմանիայում մեկ օրում 200, ինքը միլիարդատեր, նայեք, միլիարդատերը մեկ օրում 800 միլիոն կորցրեց։
200 միլիոն ուներ։ Եվ ինքը իրան գցեց գնացքի տակ։ Ով 200 միլիոն ունենար դեպրեսիայից կմեռներ։ Հասկանում եք։ Եվ վերջինն ասա, վերջինը սիրելիներ, զգուշանանք կորխի հակառակությունից։ Եկեք Թվոց 16-րդ գլխի առաջին 3 խոսքերը ընթերցենք, որպեսզի կորխի պատմությունը վերհիշենք, հասկանանք ով է կորխը, Կայանը իմացանք ով է, Բաղարամը իմացանք ով է, հիմա կորխին ճանաչենք, որպեսզի կորխի նման չլինենք, որովհետև Աստվածաշունչը ասում է վայ նրանց, ովքեր կորխի հակառակությունով կընթանան։ Ղևի որդի, Կահաթի որդի, Իսահարի որդի, Կորխը եւ Ռուբենի որդիներից Եղիաբի որդիներ Դաթանն ու Աբիրոնը, ինչպես նաեւ Փաղեթի որդի Օնը միանալով ըմբոստացան Մովսեսի դեմ։ Եվ Իսրայելի որդիներից 250 հոգի ժողովրդի գլխավորներ, որոնք խորհրդականներ էին, անվանի մարդիկ, նրանք հավաքվեցին Մովսեսի եւ Ահարոնի դեմ եւ ասացին նրանց. ձեր արածը բավական է ձեզ, որովհետեւ ամբողջ ժողովուրդը բոլորն էլ սուրբ են եւ Տերը նրանց մեջ է։ Ինչու եք դուք ձեզ Տիրոջ ժողովրդից բարձր դասում։ Ինչ արեցին։ Ապստամբություն, գրածա ըմբոստացան։ Եվ հավաքեցին իրենց շուրջ, պատկերացնում եք 250 հայտնի, անվանի, երևացող, իշխանություն ունեցող մարդիկ, մի ամբողջ բանակ 250 հոգի։ Եվ գնացին ասեցին, բայց ով է որոշել, որ դուք պիտի լինեք մեր վրա իշխանություն։ Հիշում եք ով էր որոշել, որ Մովսեսը պիտի լինի առաջնորդ։ Առաջինը, որ ուզում եմ խոսել, ինչպես է ծնվում անհավատարմությունը, սա շատ կարևոր է, շատ եկեղեցիներ ուղղակի կբժշկվեին եւ կբժշկվեն, եթե այս դասը սովորեն։ Մատ պատկերացնում եք Կորխին Եգիպտոսում։ Այստեղ գրած չի Կորխը Եգիպտոսում էր, բայց մենք բոլորս գիտենք, որ Կորխը Եգիպտոսից էր դուրս եկել, հիշում եք։ Ինչպիսի կյանք ունեին իսրայելացիները Եգիպտոսում։ Ստրուկ, տաժանակիր աշխատանքներ, երեխա ունենալուց, պատկերացնում ես, կինը գալիս է ամուսնուն, ասում է նոր ամուսնացել են, հղի եմ, փոխանակ ուրախանա, ասում է տենաս տղա կծնվի թե աղջիկ, որովհետև որ տղա ծնվի սպանելու են։ Ինչպիսի կյանք էր սա։ Գիտեք Մովսեսի պատմությունը։ Տաժանակիր փողը, ինչ փող։ Փող չէին ստացել, որովհետև հիշում եք դուրս գալուց, ասում է ձեր աշխատած տարիների վարձքը կվերցնեք իրանցից։ Փող չկար։ Գուցե հաց էին տալիս, որ ուտեն, բայց այնքան որ չմեռնեն։ Հետո երբ ուզում էին աշխատանքները ծանրացնում էին, երբ ուզում էին թեթևացնում էին։ Տղաներ թույլ չէին տալիս ունենան, որովհետև վտանգավոր էր, շատանում էին։ Գալիս էին երեխաներին տանում էին տնից։ Կորխը այսպիսի իրավիճակում էր ապրում, երբ որ Մովսեսը հայտնվեց, եւ գիտեք արդեն 10 հարվածները Մովսեսը գալիս էր Աստծուց խոսում էր, Կորխը իր տանը նստած զատկական գառը, պասեքի գառը մորթեց ու իր առաջնեկը չմեռավ այդ օրը, որովհետեւ Մովսեսը եկել էր իր կյանք, Աստված Մովսեսին ուղարկել էր իր կյանք։ Եվ ինքը տեսավ, որ եգիպտացիների առաջնեկները մահացան, բայց իր առաջնեկը չմահացավ։ Սա Կորխն է, սա այս 250-ն են, որ գալիս են ասում են, բայց ով է ձեզ մեր վրա իշխանություն դրել։ Սիրելիներ, կարճ հիշողությունը կործանում է քո հավատարմությունը։
Ես էլ եմ հուզվում հիմա, որովհետև Տիրոջ ներկայությունն է այստեղ։ Ինչքան շուտ ենք մենք մոռանում։ Դատավորաց 8-րդ գլխի 34-35 խոսքերում տեսեք ինչքան շուտ էր Իսրայելը մոռանում, մենակ Մովսեսը չէր։ Գեդեոնի պատմությունն է սա, որ Գեդեոնը մահացավ, իսրայելացիները Գեդեոնի տանը չարիք արեցին եւ գրված է, որ չհիշեցին իրենց Տեր Աստծուն, որ իրենց ազատել էր շրջակա բոլոր թշնամիների ձեռքից եւ Գեդեոնի տան հետ կարեկցությամբ չվարվեցին նրա ողջ բարության փոխարեն, որ նա արել էր Իսրայելին։ Երկրորդ Մնացորդաց 24-րդ գլուխ 22-ից 25 խոսքերը։ Հովաս թագավորը չհիշեց այն բարեգթությունը, որ ունեցել էր իր հանդեպ Զաքարիայի հայր Հովիադան եւ սպանեց նրա որդուն։ Մեռնելիս նա ասաց. Տերը թող տեսնի ու պահանջի, հաջորդ տարի նրա դեմ դուրս եկան ասորիների զորքը, եկան Հուդայի եւ Երուսաղեմի վրա։ Ժողովրդի միջից կոտորեցին ժողովրդի բոլոր իշխաններին եւ նրանց ամբողջ ավարն ուղարկեցին Դամասկոս թագավորին, թեև ասորիների զորքերը եկան քիչ մարդկանցով, լսեք, Իսրայելի պատմության մեջ շատ կա 1 միլիոնանոց զորք, փառաբանության առաջնորդներ, հիշում եք Հովսափաթի պատմությունը։ 1 միլիոնանոց զորք էր գալիս Իսրայելը, ժողովուրդ չուներ պայքարող, բայց ելան փառաբանությամբ, Տիրոջը երկրպագելով գնացին եւ այդ զորքը իրար կոտորեց։ Հիմա ուրիշ բան ասում, քիչ ժողովրդով եկան։ Իսրայելի շատ զորք, ասենք, չգիտեմ ինչքան է, 5000 զորքով եկան, Իսրայելը 50,000-ով դուրս եկավ եւ քանի որ թագավորը չէր հիշել այն հավատարմությունը, որ սպանվողի հայրը արել էր իրեն, Աստված ասեց. չի լինելու ձեր վրա իմ օրհնությունը։ Քիչ զորքը շատ զորքին կոտորեց։ Ինչու են Աստվածաշնչում գրված այս օրինակները։ Կորխը եւ կորխի գործելակերպը։ Առաջինը, կորխի մեջ մենք տեսնում ենք կարճ հիշողություն, վերաբերմունք, որը դրսևորվում է վերաբերմունքի մեջ, որ նա ուներ իր վրա դրված հոգևոր իշխանության հանդեպ։ Տեսնում ենք բամբասանքի եւ չարախոսության գործիքները։ Ինչպես էր այդ 250-ին հավաքել, գիտեք։ Ինչպես։ Հո մեկ օրում այդ 250, պատկերացնում եք 250 մարդ։ Ինչ եք կարծում, մեկ օրում բոլորը երազ տեսան, ասացին, բայց ինչի Մովսեսը պիտի մեր վրա իշխի, այդպես։ Ամեն մեկին առանձին մոտեցել էր, գնացել էր հյուր, երևի նվերներով, չգիտեմ, ասեք Արման եղբայր, քո երևակայությունն է։ Որպեսզի իմ երևակայությունը չլինի, եկեք կարդանք Երկրորդ Թագավորաց 15-րդ գլխի 2-ից 6 խոսքերը, որը կորխի մասին չի, բայց նրա մասին է, թե ինչպես է ապստամբությունը հասունանում, եւ սա Աբիսողոմն է։ Աբիսողոմը կանուխ վեր էր կենում եւ կանգնում դռան ճանապարհին, եւ երբ դատ ունեցող ամեն մարդ գալիս էր, որ գնա թագավորի մոտ դատաստանի, պատկերացնում եք տարբեր տեղերից մարդիկ իրար չէին հասկանում, խնդիրներ էին ունենում, վեճ էին ունենում եւ գալիս էին թագավորի մոտ, որ թագավորը ճիշտ դատ անի։ Այն վաղ դատարաններ չկար, թագավորներ լսում, հիշում եք Սողոմոնը ինչ իմաստուն դատեր էր անում։ Այդպես գալիս էին Դավթի մոտ դատի։ Բայց Սողոմոնը, ներողություն, Աբիսողոմը կանգնում էր դրան մոտ, քաղաքի դարպասների մոտ եւ գրված է, որ կանչում էր այդ մարդուն, ովքեր գալիս էին Երուսաղեմ, կանչում էր իր մոտ եւ ասում. դու ո՞ր քաղաքից ես։ Ինչ լավ հարց է, չէ՞։ Ո՞ր քաղաքից ես։ Ոչ մի վատ բան չկա դեռ։ Նա ասում էր. քո ծառան Իսրայելի ցեղերից մեկից է։ Աբիսողոմը նրան ասում էր. տես, քո պահանջները կապ չունի որ կողմներ, ինձ թվում է երկու կողմին էլ նույն բաններ ասում։ Քո պահանջները բարի եւ արդար են, բայց թագավորի կողմից նշանակված մեկը չկա, որ քեզ լսի, եւ Աբիսողոմն ասում էր. երանի թե ես դատավոր լինեի այս երկրում, եւ ով վեճ ու դատ ունենար, գար ինձ մոտ, նրա իրավունքը կպաշտպանեի։ Գրված է, որ երբ մարդիկ երկրպագելու եւ երբ երկրպագելու համար մարդ էր մոտենում նրան, որովհետեւ թագավորի որդին էր ինքը, գալիս էին, որ
Համբուրեին իր ձեռքը, չգիտեմ, խոնարհվեին իր առաջ, գրված է բռնում էր եւ համբուրում էր նրան։ Եվ Աբիսողոմը այդպես էր անում իսրայելացի ամեն մեկի հետ, ով դատվելու համար գալիս էր թագավորի մոտ, եւ Աբիսողոմը Իսրայելի մարդկանց սրտերը շահեց։ Մեկ օրում չի հասունանում ապստամբությունը։ Եվ Կորխը մեկ օրում չհասավ նրան, որ 250 իշխան դուրս ելան Մովսեսի դեմ։ Զգուշանանք, սիրելիներ, զգուշանանք բամբասողներից։ Եվ որ քո մոտ կգան ու կխոսեն հոգևոր իշխանություններից, լսեք, շատ հստակ ասա, եւ ես ուզում եմ սա շատ հստակ ասեմ։ Դու քո գլխին պիտի ունենաս իշխանություն։ Մի հոգևոր հիվանդություն կա, գուցե շատերը հիմա իմ հետ չհամաձայնվեն, բայց ես ինքը շատ լավ գեղեցիկ անուն ունի այս հոգևոր հիվանդությունը։ Այս հոգևոր հիվանդության անունը հետևյալն է՝ իմ հովիվը Հիսուսն է։ Հիսուսը ինքը ասում է, ես եկեղեցում, Եփեսացիս 4 գլուխը կարդացեք, ես եկեղեցում դրեցի հովիվներ, որ դուք լինեք իրանց իշխանության տակ։ Մարդը ասում է, դու ինձ մի ասա, ես ոնց ապրեմ։ Ում է ասում։ Հիսուսին է ասում։ Ասում է, Հիսուսը իմ հովիվն է։ Ինձ մարդ հովիվ պետք չի։ Սա անհույս հիվանդություն չէ, հիվանդությունից կա ապաշխարություն, բայց սա հիվանդություն է, որովհետև սա Աստծո խոսքին դեմ է գնում։ Հիմա երբ որ դու ունես հոգևոր իշխանություն, լավն է, վատն է, կարևոր չի։ Եթե վատն է գնա լավը գտի, իսկ եթե ոչ մի տեղ լավը չես գտնում, ուրեմն խնդիրը քո մեջ է։ Քո մեջ է խնդիրը, սիրելիներ, որովհետև դու երևի ման ես գալիս, հատկապես Հայաստանից, որ գալիս են այստեղ հովիվներ են ունենում, լավ հովիվներ են ունենում, գալիս են, այս մեկն էլ է լավ հովիվ, բայց ինքը իր հովիվին է փնտրում, բայց իր հովիվը այս երկրում չի։ Բայց ինքը գնում է այս եկեղեցի, ասում է դուրս չեկավ, գնում է եկեղեցի դուրս չեկավ, այն մյուսը դուրս չեկավ, ի՞նչն է խնդիրը։ Իր հովիվին է փնտրում։ Եթե քո հովիվին ես փնտրում, գնա Հայաստան։ Ստեղ չի քո հովիվը։ Ու ոչ մեկ քո հովիվի պես չի լինելու։ Բայց եթե դու ծառայության դաշտ ես փնտրում, մտի իշխանության տակ ու ծառայի, որովհետև այս մարմինը Տիրոջ գործի համար է գործում։ Հիմա սիրելիներ, երբ որ գալիս են մարդիկ, որ իրենք էլ իշխանության տակ են, գալիս են Կորխեր եւ Աբիսողոմներ, ու ակնարկներով, բամբասանքով, չարախոսությունով իրենց վրա եղած իշխանությունից խոսում են, սա Կորխի հակառակությունն է։ Քո սիրտը ուզում են շահեն, դարձնեն այս 250-ից մեկը։ Հավաքագրում են, որովհետև մենակով ապստամբը ոչ մի բան չի կարանի, իրան զորք է պետք։ Իրան զորք է պետք, որ իր վրա եղած իշխանությանը ասի դու էլ գործ չունես, ես արդեն մարդ ունեմ, ժողովուրդ ունեմ։ Եվ շատ եկեղեցիներում բաժանումները հենց այսպես էլ լինում են։ Եվ դրա համար գրված է ձեր մեջ սողոսկեցին ոմանք օծի պես, որ շատ հաճախ իրանք անգամ իրանք կարան ոչ մի բան էլ չխոսան, իրանք մարդիկ կան խոսան։ Ես չեմ կարծում Կորխը 250, ինքը մարդիկ ուներ երևի։ Հիմա ուներ, չուներ, ես դա չի էականը, բայց հո տեսնում ենք ձևը ոնց է, սիրտ շահել։ Այ եթե ես լինեի հովիվը։ Գիտես ինչ լավ հովիվ կլինեի։ Բայց իրականում ես շատ եմ տեսել այսպիսի մարդիկ, որոնք հետո հնձում են այն, ինչը որ ցանել են։ Եվ ճիշտ իրանց ներսում մարդիկ են բարձրանում, որոնք Կորխ ու Աբիսողոմ են դառնում իրենց համար։ Աստված պահի մեզ, Աստված հեռու տանի մեր կյանքից, որ Աստվածաշունչը մեզ ասի վայ Կայանի ճանապարհով գնացողներին, վայ Բաղամի մոլորության վարձքին նվիրվողներին, վայ
կորխի հակառակություն ունեցողներին։ Ինչ էր մոռացել կորխը։ Կորխը մոռացել էր, ով իրեն բարի լուրը բերեց, ազատվելու եք ստրկությունից։ Կորխը մոռացել էր, որ եկավ մեկը խոսեց գառան զոհի մասին։ Կորխը մոռացել էր, որ ինչ որ մեկը իր առաջից ճեղքեց կարմիր ծովը։ Կորխը մոռացել էր, որ կարմիր ծովը այդ մարդու աղոթքով փակվեց եւ իր հետևից եկող թշնամիները, որ պիտի իր ընտանիքը կործանեին, այդտեղ խորտակվեցին իրենց ռազմակարգերով։ Կորխը մոռացել էր, ով բերեց պատվիրանները, որ Աստծու մասին ինքը գիտություն ունեցավ։ Իսկ մենք հիշում ենք, ում միջոցով ենք ապաշխարել։ Իսկ մենք հիշում ենք, ով է նպաստել մեր հոգևոր աճին, ով է համբերել մեր նորադարձ ժամանակ մեր, չգիտեմ, անկումները, ով է մեզ բարձրացրել, ով է մեզ դժվարության ժամանակ ձեռք մեկնել։ Սիրելիներ, երբ որ ես այս սեմինարը տալիս եմ, ես իմ ամենասիրելի մասն է, խնդրում եմ ձեզ, եթե անգամ այդ մարդը կենդանի չի, եթե կենդանի է, մի հատ տեքստ գրեք շնորհակալության։ Տարբեր մարդկանց, ովքեր ձեր կյանքում նպաստ են ունեցել։ Իսկ եթե կենդանի չի, իր ընտանիքին գրեք։ Ասեք, ես ուզում եմ շնորհակալություն ասեմ ձեզ, որովհետև ձեր, չգիտեմ, հայրը, ձեր մայրը իմ կյանքում նպաստ է ունեցել։ Հիշեք, դժվարության ժամանակ, եթե Աստված չուղարկեր ու ձեռք չմեկներ, ես հիմա այստեղ չէի լինի։ Ես հիմա չգիտեմ որտեղ կլինեի։ Հիշում ես ով է քեզ ծառայության բարձրացրել։ Թույլ չտաս ապստամբության ոգին գա քո վրա։ Մենք կամ հավատարիմ ենք, կամ ապստամբ։ Չկա երրորդ վիճակ։ Աշխարհը սիրում է կորխերին։ Աշխարհը, գիտեք, մեծարում է մարդուն, քանի իրանից շահ ունի։ Եվ քանի դեռ հովիվը, հետաքրքիր է, քանի դեռ հովիվը դիրք իշխանությունն իր կողքը պտտվում են մարդիկ, կամ չգիտեմ, հիմա եկեղեցի, մենք էլ դուք էլ եկեղեցու շենք ունեք, միձևի մարդիկ ուրիշ ձև է, չէ՞, մինչև, չգիտեմ, աշխարհի մեջ ոնց է մեքենա, մեկ էլ տեսնում է մարդը, ասենք, սովորական մեքենա էր քշում, հետո տեսնում ես այն մարդը, այս մարդը, այստեղ 100,000 ասեմ, չեք զարմանա, եկեք 500,000 ասեմ, 500,000-անոց մեքենայով է գալիս, ու ասում ես, լիզես արել, ասում ես, չէ, առել եմ, ու արդեն աշխարհը իրան սկսում է ուրիշ աչքով նայել։ Կարելի է այս մարդուն հրավիրել տուն։ Մինչև մեքենային ծանոթանալ դու իրան չէիր հրավիրի տուն։ Հիմա մեքենան կամ պաշտոն է իմացար, դու իրան սկսում ես հրավիրել տուն։ Սկսում ես մոտիկություն անել, նվեր առնել։ Սա աշխարհն է։ Բայց արդյոք մենք լսում ենք Աստվածաշնչի խոսքերը։ Առաջին Կորինթացիս վերջի կետն է սա։ Կորխի հետ չընկերանաս։ Չընկերանաս, գրված է առաջի Կորինթացիս 15:33-ում, մի խաբվեք։ Եկեղեցում կորխերն ու աբիսողումները պիտի առանց ընկերներ մնան, քանի դեռ չեն ապաշխարել։ Պիտի իրանց բամբասանքն ու չարախոսությունը լսող չլինի։ Պիտի որ գալիս է իր վրա եղած իշխանությունից բամբասում է, դե արդեն ծերացել է։ Չգիտեմ։ Կամ լնայի իր պահվածքը, բայց Հովիվի պահվածքը, Աստվածաշունչը հստակ սովորացնում է, ասում է, եթե մեկի դեմ մի բան ունես, գրածա գնա այն մեկին պատմի, թե գնա իր հետ խոսա։ Գնա իր հետ խոսա։ Ինչ ես նստում ուրիշների մոտ իրենից խոսում, որ սիրտը շահես։ Վայ կորխի հակառակությունով ընթացողներին։ Եվ սա Աստծո խոսքն է ասում։
Առակաց 24-ի 20-ից 22-ը ասում է չարը ապագա չունի։ Անիրավների ճրակը պիտի հանգչի։ Որդյակին վախեցիր Տիրոջից եւ Թագավորից եւ ապստամբներին մի միացիր, որովհետեւ հանկարծ նրանցից կործանում վրա կհասնի։ Ով գիտի այն երկուսից եկող պատուհասը։ Զգույշ եղիր։ Հոգևոր քաղաքականությունից ճահիճի հոտ է գալիս։ Շահ ունեմ սրանից։ Իրեք ինչ են, ես մտածում եմ, ինչ հոգևոր քաղաքականություն կար այդտեղ։ Կորխը վաղվա Մովսեսն էր։ Եվ 250 հոգի արդեն պատկերացնում էին, որ իրանք Մովսեսի կողքին չէին, բայց իրանք պատկերացնում էին, որ կորխը եղավ Մովսեսը։ Գիտեք ինչեր է լինելու, մեր համար ինչքան լավ է լինելու, մենք ենք լինելու, Տերն ու Տիրականը։ Իրանց վերջը շատ տխուր եղավ, շատ տխուր։ Մենք մեր երկնային հոր գործի մեջ ներգրավված զավակներ ենք և գործում ենք հանուն մեր ժառանգության և մեր մեծ ընտանիքի եկեղեցու գործի ու եկեղեցու գլուխ Տեր Հիսուս Քրիստոսի առաքելության։ Որն ես ընտրում, հավատարմության ուղին, թե ապստամբության ուղին։ Որն ես ընտրում, Քրիստոսի բացած ճանապարհը, որ եկավ ծառայելու, այլ ոչ թե ծառայություն ընդունելու, եկավ, ասում եմ, սրանից մեծ սեր չկա, որ մեկը իր կյանքը դնի իր բարեկամի համար։ Չկա դրանից մեծ սեր։ Կայենը ատեց եղբորը։ Որ ճանապարհն ես ընտրում, Քրիստոսի թե Կայենի։ Եկավ իր ամենը դրեց, ասեց մարդու որդին անգամ գլուխը դնելու տեղ չունի։ Ես չեմ եկել այստեղ, շատ մարդիկ են իր հետևից գալի եւ շատերը վախենում են այդ մարդկանց շատությունից եւ Տերը ասեց ես չեմ եկել, եթե ես այս աշխարհից լինեի, իմ զորքը կգար ինձ կազատեր, բայց ես այս աշխարհից չեմ։ Ես ուրիշ բանի համար եմ եկել, ես հոգևոր բանի համար եմ եկել։ Ես փրկության համար եմ եկել, ես ձեր մեղքերի վարձքը վճարելու համար եմ եկել, ձեր փրկագինը վճարելու համար եմ եկել։ Ու դուք չեք հասկանում, ես չեմ եկել այստեղ ապստամբություն անելու։ Ես եկել եմ իմ հոր կամքը կատարելու։ Բաղամի վարձքի համար, թե երկնային գանձերի համար։ Ինչի համար ենք մենք ապրում։ Եվ երբեք։ Գիտեք, կորխը այսօր էլ գործում է եկեղեցու։ Միշտ իշխանության պայքար կա։ Միշտ կան մարդիկ, որոնք ձգտում են իշխանության։ Եվ այդ պայքարի մեջ իրենք հավաքագրում են համախոհներ։ Ու քեզ շատ նուրբ ակնարկներով, կաթացնելով փորձելու են տանեն ու ապստամբ դարձնել։ Հավատարիմ եղիր Քրիստոսի դրած իշխանությանը։ Խնդիր ես տեսնում, գնա հետը խոսա, բայց մի թող քո մոտ բան բասեն եւ դու էլ ուրիշների մոտ մի բան բասի։ Եվ որ կգան քո մոտ, քո հովիվից ակնարկներով բողոքելու, վերցրած ձեռքից ասա, գնում ենք իրար հետ խոսենք։ Որտեւ Տեր Հիսուսը դա է սովորեցրել։ Եվ եթե մենք ընտրենք հավատարմության ուղին, Ուրեք ինչա գրած Աստվածաշնչում, հավատարմությունների համար օրհնություն է պատրաստված, հավատարիմների համար օրհնություն է պատրաստված եւ Տերը իրեն ծառայողներից մեկ բան է ակնկալում, որ տնտեսը հավատարիմ լինի։